Փետրվարի 29-ին ժամը 1-ի կողմերը Ավանից 25-ամյա մի տղա տեղափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից ոստիկանության նոր-նորքի բաժին ստացված հաղորդման համաձայն երիտասարդն ուներ 2 ձեռքերի, 2 ոտքերի, կրծքավանդակի աջ թուլակողի հրազենային վնասվածքներ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ դեպքի վայրը հանդիսանում է Ավան Աճարյան առաջին նրբանցքի 16 շենքի կողքի ճանապարհահատվածը։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերեցինք թվով 7 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, առնանման հետքեր, ոսրանման զանգված։ Երիտասարդն այս մեքենան էր վարում, երբ նրա ուղղությամբ 7 անգամ կրակեցին։ Գնդակներից միայն մեկը նրան չդիպավ։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց սպանության փորձի եւ ապօրինի զենք պահելու հատկանիշներով։ Հանցագործությանը ականատես վկաներ հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ բնույթի հարցումներ իրականացրեցինք դեպքի վայրում։ Զուգահեռ փորձեցինք ճշտել տուժողի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց շրջանակը, պարզելու համար նրա հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձին կան թե ոչ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Էրեբունիում բնակվող 29-ամյա Ալեքսանդր Աբովյանը։ Ոստիկանների հաջորդ քայլն իր շրջապատում Սաշ անվամբ հայտնի նախկինում դատապարտված կասկածյալին հայտնաբերելն էր։ Հետախուզական միջոցառումների արդյունքում Ալեքսանդր Աբովյանը դեպքից 3 ամիս անց հայտնվեց ոստիկանության տեսադաշտում եւ հսկողության վերցվեց։ Ոստիկանության նոր-նորքի բաժնում Ալեքսանդր Աբովյանի գտնվելու վայրի մասին տեղեկությունները սույն թվականի մայիսի 6-ին իրացրեցին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի եւ Պարեկապահեկետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցների հետ միասին։ Սպանության փորձի մեջ կասկածվող Ալեքսանդր Աբովյանն է, արդեն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց հրազեն, որը սակայն հանցագործության գործիքը չէ։ Այն հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Ալեքսանդր Աբովյանը կալանավորված է։